ես նկատում եմ, էլի խոսել եմ դրա մասին, ճանապարհի կներեք կարող ասածս շատ բան հնչի, տարօրինակ հնչի, աղտոտում ճանապարհային նշաններով։ Մեկ էլ տեղ կա, չէ, որ մի քանի անգամ գնում ես, ասում ես, խի ճանապարհային նշան չկա, ինչի ճանապարհային նշան չկա, մեկ էլ տանում են միտեղ, ասենք ենթադրենք մի 50 մետրի վրա մի 1000 կիլոմետրի ճանապարհային նշան, ինչ կա այդ ճանապարհային նշանի աղյուսակում, բոլորը դրած է այդտեղ, որ մտածում ես, որ մեկը մեքենան վարելով ճանապարհի այդ հատվածի մտնի շուռ կգա անպայման, որովհետև հենց շփոթեցնող է, դա էլ է պետք է բան անել։ Այսինքն մի ծայրահեղությունից մյուս ծայրահեղության մեջ ենք մտնում եւ ես ինձ համար ամենա այդ տենց բնորոշիչ հատվածը Իջևան համայնքի Սարի գյուղի հատվածն է, այնքան ճանապարհային նշան կա դրած, այնքան ճանապարհային նշան կա դրած, քեզ թվում է թե իսկապես ահավոր է, պետքա ստանդարտները փոխել եւ նաեւ ուրիշ խնդիր կա։ Հիմա նաեւ մենք պետքա ստանդարտը փոխենք այն բանով, որ ստենդներ դնենք, որտեղ կա ինֆորմացիան շատ կա, մի ստենդի վրա դա էլ ընդունված բան է, մի ստենդի վրա մի քանի ճանապարհային նշանները դրվում են եւ հետագա հատվածը թողնվում է ազատ ճանապարհային նշաններից, իհարկե իր տրամաբանության մեջ։ Եթե այդտեղ օրենսդրական կարգավորումների անհրաժեշտություն ունեն կամ ենթաօրենսդրական, եկեք գնանք անենք, բայց դա էլ է սովորելու հարց։ Շատ լավ, խնդրեմ այլ դիտարկումներ չկան, ըստ այդմ դրվում է քվեարկության հարց համար 14-ը, ովքեր են կողմ դրա ընդունմանը, դեմ չկա, ովքեր են կողմ դրա ընդունմանը։ Հա, պետք է ասեի ովքեր են դեմ դրա ընդունման, խառնեցի։ Շատ լավ, որոշումն ընդունված է։